Պարոն Ջհանգիրյան, օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասից սկսած դրույթներ են նախատեսված բանակի կիրառման դեպքերն ու պայմանները կանոնակարգելու համար։ Ինչ նպատակ է դա հետապնդում։ Շատ լավ հարց է։ Քանի որ օրենսդիրը ինքը շատ լավ իմանում է, որ բանակի գործադրումը խոցելի է, հակասահմանադրական է, նախկին օրենսդրի մասին եմ խոսում, ինքը այստեղ փորձել է հնարավորինս կանոնակարգել բանակի գործադրման պայմանները, կարգը եւ այլն, եթե մնացած ուժերը չեն բավականացնում, այսպես ներքին զորքերի համար նախատեսված միջոցներով եւ այլն։ Սա ուղղակի ապացուցում է, որ այս դրույթները հակասահմանադրական են։ Բանակը երբեք չի ուսուցանվում այն ծրագրերով, ինչ որ ներքին զորքերն են ուսուցանվում։ Եվ հետեւաբար բանակը եթե մի օրում ներառնվում է այդպիսի միջոցառումների իրականացմանը, նա չի անցնելու այդ ուսուցումը։ Եվ բանակի խնդիրներն էլ չէ, ուրեմն բնակչության հետ հարաբերություններում ինչ որ հասարակական կարգ պաշտպանել։ Այդպիսի բան չկա։ Նայեք պաշտպանության մասին օրենք, նայեք սահմանադրություն չկա։